հավատարմագրված Եվրամիության դեսպանները նոյեմբերի 11-ին հանդիպումների շարք են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահի, Ազգային ժողովի նախագահի և կառավարության ղեկավարի հետ։ Հանդիպումների այս շարքը իհարկե բավականին ուշագրավ է, որովհետև հազիվ թե մեկ օրում նման շարքը պայմանավորված լինի պարզապես ժամանակագրական կազմակերպական ինչ-որ մղումներով և կասկածից վեր է, որ հանդիպումների այս ինտենսիվությունը արտացոլում է որևէ բովանդակության վերաբերյալ հետաքրքրություն, որը շատ կարևոր է դիտվել Եվրամիության և հետևաբար Եվրամիության անդամ մի շարք երկրների համար, ըստ այդմ փորձ է արվել ահա միևնույն օրը այսպիսի հագեցած և ներկայացուցչական հանդիպումների շարքով որևէ այսպես հստակություն մտցնել այդ բովանդակության առնչությամբ։ Ինչպես նշում են լրատվական ծառայությունները, Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը նրանք քննարկել են բացի երկկողմ օրակարգից նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին վերաբերող հարցեր, Ազգային ժողովի փոխնախագահի հետ նաև հայ-թուրքական կարգավորման հարցն է քննարկվել, հիշենք, որ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներից է։ Ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ, բացի Հայաստան-Եվրամիության երկկողմ օրակարգին առնչվող հարցերից, քննարկվել է հայ-ադրբեջանական թեման և այստեղ մեջբերեմ կառավարության տարածած հաղորդագրությունը։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ և խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Անկասկած, կրկնեմ, շատ հետաքրքիր շարք է և իհարկե կասկածից վեր է, որ այն պայմանավորված է եղել, ինչպես նշեցի, թերևս շատ կոնկրետ բովանդակությամբ, որ կարող էր հետաքրքրել Եվրամիության դեսպաններին և Եվրամիությանը ընդհանուր առմամբ։ Այս առնչությամբ առաջարկում եմ ուշադրության արժանացնել հանգամանքը, որ հանդիպումները տեղի են ունենում այս օրերին բավականին աղմուկ հանած մի իրադարձության ֆոնին, խոսքը այսպես ասած ցորենի պատմության մասին է, ներկրումները Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանի տարածքով Վրաստանով դեպի Հայաստան, խոսքը երկաթուղային ներդրումների մասին է, որը ինչպես գիտենք, բացառիկ է հետխորհրդային այս շրջանում։ Եվ այս առնչությամբ ես նախորդ թողարկումներում առիթ ունեցել եմ տեսակետ արտահայտել, որին գնահատմամբ այս պրոցեսը պարզապես ցորենի ներկրման պրոցես չէ, այն ունի իհարկե մի շարք շերտեր, բայց հավաքական իմաստով ըստ իս Ռուսաստանի մոդերատորությամբ ծավալվող կամ խմորվող մի գործընթաց է, որը ներառում է ոչ միայն Կովկասը, այլ նաև Կենտրոնասիական ռեգիոնը և փորձ է ձևավորել լոգիստիկ նոր սխեմաներ, որոնք իհարկե տեղավորվում են նաև քաղաքական ազդեցության համար պայքարի տրամաբանության մեջ։ Այս առնչությամբ նաև ուզում եմ հիշատակել նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի մի մեկնաբանություն, որը թերևս հաստատում է իմ այս գնահատականը։ Մարիա Զախարովան խոսելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին, որի վերաբերյալ հարց էր ուղղվել նրան ճեպազրույցի ընթացքում, նաև հիշատակել է այս ցորենի պատմությունը և նշել հետևյալը. Ընդգծենք, որ այս իրադարձությունը մեծ մասամբ հնարավոր դարձավ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ժամանակին ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020-ից 22 թվականներին պայմանավորվածությունների շնորհիվ։ Սա հիշատակել է Զախարովան, ինչպես նշեցի։ Մեծ հավանականությամբ այս պրոցեսն է նաև, որ անհանգստացրել, մտահոգել կամ հարցեր է առաջացրել Եվրամիության մոտ։ Ինչ է ստացվում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց հայտնի հռչակագիրը Թրամփի ճանապարհի մասին, բայց ստացվում է, որ այդ ճանապարհը դեռ թղթի վրա է, իսկ գետնի վրա սկսում է աշխատել ռուսական մոդերատորությամբ գործարկված մի ճանապարհ կամ երթուղի։ Եվ դա այն դեպքում, երբ ճանապարհների հարցը հույժ կարևոր է Եվրամիության համար և սրան ես դարձյալ անդրադարձել եմ և նշել և հիշատակել, որ Բրյուսելը այս ուղղությամբ բավական ինտենսիվ աշխատում է դեռևս այս տարվա մարտ-ապրիլ ամիսներից, աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ, գագաթնաժողով անցկացվեց Ուզբեկստանում ապրիլի սկզբին, նաև աշխատանք է տարվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ալբանիայում հունիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում։
Եվրամիության համար բավականին բազմիմաստ էր նաև Թրամփի ուղին, որովհետև պարզ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգների նախագահը, որը բավական նկատելի դիմակայության մեջ է Եվրամիության հենց կառավարող էլիտաների հետ, այսպես ասած լիբերալ գլոբալիստական էլիտաների հետ, հնարավորություն է տալու կամ թույլ է տալու նրանց օգտվել իր անունով ճանապարհից եւ օգտագործել այդ հանգամանքը Կովկասում Եվրամիության ազդեցությունը եւ աշխարհաքաղաքական նպատակները կամ մոտիվները առաջ մղելու համար։ Եվ այս առնչությամբ նաև ուզում եմ հիշատակել ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հոդվածը, որը հրապարակվեց օգոստոսի 8-ից հետո եւ որտեղ նա Թրամփին խորհուրդ էր տալիս իր անունով ճանապարհը կառուցել ներգրավելով Եվրամիությանը, նշելով, որ միայն այդպես է հնարավոր արդյունավետ առաջ մղել այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ Դա իհարկե ակնհայտորեն լիբերալ այդ եվրոպական էլիտաների լոբինգն էր եւ դրա ակնառու փորձ, ինչը նշանակում է դարձյալ, որ Եվրամիությունը այդքան էլ համոզված չէ, որ Թրամփի ուղին, այսպես ասած, այն ճանապարհն է, որով կարող են առաջ մղվել նաև եվրոպական շահերը։ Եվ ահա այս ֆոնին սկսում է աշխատել ռուսական մոդերատորությամբ ձևավորված երկաթուղային նոր ճանապարհը Կենտրոնական Ասիայից դեպի Կովկաս, դեպի Հայաստան, ընդ որում, ինչպես նշեցի, ներառելով նաև Վրաստանը, որի հետ Եվրամիության բարդ հարաբերությունները մեզ հայտնի են եւ ընդհանրապես Վրաստանի շուրջ բավական նուրբ եւ բազմիմաստ աշխարհաքաղաքական իրավիճակը եւս հայտնի է։ Այստեղ հարկ է նկատել, որ Եվրամիությունը կարող է ունենալ խաղաքարտ, որը կարող է օգտագործել պաշտոնական Երևանի հետ իր քննարկումներում, այս թեմայով նաև քննարկումներում, դա այն է, որ խոսքը նախընտրական շրջանի մասին է եւ ժողովրդավարության ռևիզիայի մասին։ Մենք գիտենք, որ Եվրամիությունը այս հարցում այսպես գլխավոր ռևիզորն է ընդհանրապես, եւ այս հանգամանքը իհարկե շատ զգայուն է լինելու նաեւ պաշտոնական Երևանի համար, որովհետեւ նախընտրական այս փուլում ակնհայտ է, որ իշխանությունը պահելու հարցում ժողովրդավարությունը այն գործիքը չէ, որը շատ մեծ, այսպես անհրաժեշտություն կարող է լինել կառավարող ներկայիս ուժի համար եւ հակառակը իրավիճակը մի շարք շերտերով այնպիսին է, որ ժողովրդավարությունը այստեղ կարող է լինել նույնիսկ խանգարող մի հանգամանք եւ առաջացնել այսպես շրջանցելու անհրաժեշտություններ եւ մենք արդեն իսկ տեսնում ենք այդպիսի բազմաթիվ դրսևորումներ, երբ դեռ նախընտրական կրքերը այսպես չեն մտել եզրափակիչ փուլ, բայց նաեւ ժողովրդավարությունը շրջանցելու դեպքում կարող է արդեն խանգարել Բրյուսելը, եթե առավել եւս տրանսպորտային ուղիներն էլ շրջանցեն եվրոպական շահերը։ Եվ այդ շահերը պաշտպանելու հարցում, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքն ու տրամաբանությունը, թույլ օղակ դիտվել եւ դիտվում է Հայաստանը, եւ սա վերաբերում է վերջին հնգամյակին։ Եվ ես դարձյալ ուզում եմ հիշեցնել, թե բրյուսելյան գործընթացում ինչպես խմորվեց այն զարգացումների այսպես կծիկը, որը հանգեցրեց Արցախի վերջնական հայաթափման։ Սա ամենևին այն մասին չէ, որ այստեղ Բրյուսելն է մեղավորն ու պատասխանատուն, այլ պարզապես քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը գնահատելու մասին։ Եվ այդ տրամաբանությունը շարունակվում է նաև առ այսօր։ Եվ մենք որպես հասարակություն անկասկած պետք է բավական աչալուրջ լինենք այդ զարգացումների նկատմամբ, որպեսզի նաև կարողանանք ձևավորել դրանց հանդեպ դիմակայունության մեր պատկերացումները եւ ոչ թե լինենք պարզապես տարբեր քաղաքական կոնյունկտուրային պատկերացումները սպառող։